Որպես կողքինիդ ասել, այսօր իմ օրնա եւ Աստված իմ համար նախասահմանել է այսօր ամբողջ զորությամբ եւ էությամբ, որ ես վայելեմ իր օժտություններն իմ կյանքում եւ իմ ընտանիքում, իմ սերունդների մեջ։ Իրես շատ կարեւոր է, որ ես ու դու կարողանանք խոսքը իրականում հավատքով դավանենք ու հրճակենք։ Ոմանք էլի դավանություն ու հրճակումներ անում են, բայց բացասական առումով։ Օրինակ այսպես, ես գիտեի, որ սեփ ցավնելու, ես գիտեի, որ չէի հաջողվելու, բայց այս ամենի մեջ տեսնում ենք մարդկային գործոնը, որը հիմնված է երևույթի վրա եւ ոչ թե հավատքի վրա։ Այսօր ուզում եմ խոսեմ հավատքի աղաղակի մասին, որը մեր կյանքում, շատերիս կյանքում արդեն բավականին երկար ժամանակ լրացված է։ Եվ թույլ տանք, որ այսօր մեր սրտից այս հավատքի աղաղակը վեր բարձրանա դեպի մեր Տեր Աստվածն։ Ամեն ճշմարիտ հավատքը գործում է ոչ թե մեր մտքի ու զգացմունքների ոլորտում, այլ ճշմարիտ հավատքը գործում է մեր հոգու մեջ, որտեղ որ բնակվում է ինքը Սուրբ Հոգին։ Ամեն։ Եվ մենք գիտենք, որ Աստծո Հոգին մեր մեջ գալով բերեց նաև Աստծո հավատքը մեր մեջ եւ Երկրորդ Կորինթացիների 4:13-ում ասվում է, որ մենք ամեն մեկս ունենք նույն հավատքի հոգին, ինչպես որ Սուրբ գրքում էլ գրված է, որ հավատացի դրա համար էլ խոսեցի եւ առաքյալն ասում է մենք էլ հավատում ենք եւ խոսում։ Այսինքն եկեք որ այն խոսքը, որ մեր բերանից պիտի դուրս գա, այն հոգու հավատքի աղաղակը, որ մեր բերանից պիտի բարձրացնենք առ Աստված, թույլ տանք, որ դա հիմնված լինի Աստծո խոսքի վրա եւ հավատքով շաղախված լինի մեր կյանքերի մեջ, մեր սրտերի մեջ։ Համաձայն ես, կարող ես մեր հավատքի դավանություն անել։ Ըստ Սուրբ գրքի խոսքի հիմքի վրա քո սրտում եղող համաձայնության հետ կապված ինչ համաձայնություն ունես այդ խոսքի հետ դավանի հետի։ Օրինակ ասա, որ Տերը դրել է քո սրտիդ մեջ, Տերը տվել այս խոստմունք եւ ինքն էլ Աստծո խոսքն էլ հաստատում է։ Կարող ես օրինակ ասել. ես չեմ մեռնի, ես կապրեմ եւ Տիրոջ գործերը, փառավոր գործերը կպատմեմ։ Ամեն որովհետեւ մարդիկ կան, որ նայում են իրավիճակին, ասում են օրինակ հիվանդությունա, մատը փուշա, մտածում ասում են հաստատ կմեռնեմ։ Ասա, ես չեմ մեռնի, ես կապրեմ եւ Տիրոջ փառքը կդավանեմ, կմեծարեմ, կպատմեմ, կտարածեմ։ Եվ սա պիտի լինի քո հավատքի դավանանքն, ամեն։ Ուրեմն Եփեսացիների 2-րդ գլուխ 8 համարում ավետարանը բացահայտ շեշտադրում է, որ մենք շնորհքով ենք փրկված հավատքի ձեռով։ Եվ սա ոչ թե մեզանիցն է, այլ Աստծո պարգևն է մեզ։ Ամեն։ Աստծո պարգևն է մեզ։ Եվ մենք տեսնում ենք այստեղ, որ իրականում հավատքը մեզ մղում է, որ հավատքի դավանությունը աղաղակենք։ Հավատքը տեսանք, որ գործում է Սուրբ Հոգու ներգործությունով եւ տեսանք, որ հավատքը նաեւ ձեռք է հանդիսանում վերցնելու Աստծոց տրված պարգևները։ Աստված բոլորի համար պարգևներ ունի, առատորեն ինքը շնորհում է մեզ, բայց մենք պետք է մեր հավատքի ձեռով վերցնենք այն։ Եվ որպեսզի մեր հավատքը ճշմարիտ հիմքերի վրա լինի, մենք պետք է հիմնվենք Աստծո խոսքի վրա, ոչ թե մեր հասկացողության, մեր զգացմունքների վրա, այլ հենց Աստծո խոսքի վրա։ Ամեն։ Եկեք տեսնենք, թե ինչպես մի կույր անձ աղաղակեց Հիսուս Քրիստոսին հիմնված լինելով Աստծո խոստմունքների վրա։ Այդ մասին գրված է Մարկոս ավետարան 10 գլուխ 46-ից 52 համարներում։ Այնտեղ բարձորոշ ներկայացված է, որ Հիսուսը իր աշակերտների հետ դուրս էր գալի Երիքովից։ Ներկայացնում է, եթե կարդում ենք 11 գլուխներ, ներկայացնում է, որ Հիսուսը իր աշակերտների հետ դուրս էր գալի Երիքովից Երուսաղեմ գնալու, որպեսի Զատկի տոնին մաքրազարդի Քրիստոսի տաճարը, գիտենք այս պատմությունը, բայց այստեղ հենց այդ տաճարի մաքրազարդումը սկսվեց Երիքովից դուրս գալու պահին։ Եվ այնտեղ Տիմեի որդի կույր Բարտիմեոսը ասում է այդ ճանապարհին նստած մուրացկանություն էր անում։ Եվ երբ որ ձայներ լսեց, նա հարցրեց, թե այս ինչ ձայներ են, այս ով է անցնում այստեղից։ Ինքը միշտ այդ
ճանապարհին նստած մուրացկանություն էր արել, բայց այս օրը կարծես յուրահատուկ էր իր համար, ձայների առումով, մարդկանց ելումուտի առումով, եւ ինքը լսեց, որ Հիսուս Քրիստոսն է անցնում այդ ճանապարհով, եւ երբ որ լսեց, հիշեք, որ հավատքը լսելուցն է, երբ որ լսեց, սկսեց դավանել եւ կանչել. Հիսուս Դավթի որդի ողորմիր ինձ, Հիսուս Դավթի որդի ողորմիր ինձ։ Շատերը, որ Հիսուսի հետ գնում էին, նրա աշակերտները, ժողովուրդը, դպիրները, փարիսեցիները, քահանաներ կային, որովհետև քիչ հետո կտեսնենք, որ նրանք էլ էին դուրս գալի Երուսաղեմ գնալու Զատկի տոնին մասնակցելու, նրանք լրացնում էին այդ անձի հավատքի աղաղակը, բայց նա էլ ավելի է շարունակում աղաղակել եւ կանչում է Հիսուս Դավթի որդի ողորմիր ինձ։ Նրա հավատքի աղաղակը Հիսուսին կանգնեցրեց։ Հիսուսը 25 կիլոմետր պիտի քայլեր ոտքով, որովհետեւ քիչ հետո կտեսնենք, որ Երիքովը Երուսաղեմից 25 կիլոմետր էր հեռու։ Եվ Երիքովն ավելի ցածր էր։ Հիմա Հիսուսը շտապում էր Երուսաղեմ հասնելու, բայց ինչ որ մեկի աղաղակը նրան կանգնեցրեց։ Դա հավատքի աղաղակ էր։ Բազմաթիվ մարդիկ գնում էին Հիսուսի հետևից, բայց որևիցե մեկի աղաղակը նրան չստիպեց կանգնելու։ Իսկ այս անձը, որը լսեց Հիսուսի մասին, նրանք լսում էին, բայց իրական հավատքի մոտեցում չունեին, բայց այդ անձը լսեց Հիսուսի մասին, սկսեց աղաղակել, թեպետ որ իրավիճակները ստիպում էին, որ ինքը լռի, մարդիկ սաստում էին, որ ինքը լռի, բայց ինքն ավելի էր աղաղակում, եւ Հիսուսը կանգնեց, տեսնում ես, հետևում ես խոսքին, եւ շրջվեց իր կողքը եղողներին, հրամայեց եւ ասեց. նրան ինձ մոտ կանչեք, նրան ինձ մոտ կանչեք, եւ նրանք, ովքեր որ քիչ առաջ սաստում ու լրացնում էին այդ աղաղակը, գնացին հիմի ու այդ մարդուն ասում են. քաջ եղի, Հիսուսը քեզ իր մոտ է կանչում։ Կարող ես այս խոսքերը վերցնես հենց քո վրա, որ Հիսուսը քեզ է կանչում։ Իրականում մեր շուրջն էլ կան իրավիճակներ, որոնք միշտ փորձում են մեր ներսի աղաղակը լրացնել։ Կարող ենք որպես օրինակ բերել, դա կարա լինի մեր միտքը, հոգսերը, սովորությունները, բնավորությունները, մեր զբաղմունքները, մեր խշմտանքը, մեր ներսի համոզմունքն ու սկզբունքները, կրոնավոր մտածելակերպը, այս ամենը հցկում է մեզ, դադարեցնում է մեզ, լրացնում է մեր հոգու աղաղակը, բայց այդ անձը շարունակ էլ ավելի էր աղաղակում։ Ինչ էլ որ դու տեսնում ես քո շուրջը կատարված, թող դա չնպաստի, որ դու դադարեցնես քո աղաղակը, այլ որ դու շարունակես։ Եվ քիչ հետո կտեսնենք, որ նրա այդ կարգավիճակը ոչ թե նրան ամբողջությամբ խորտակելու համար էր, այլ դա նպաստեց, որ ինքը էլ ավելի մոտենա Քրիստոսին։ Ուրեմն, եթե հիմի ինչ որ բանով անցնում ես, ինչ որ փուլերի միջով, մի մտածի, որ այդտեղ քո վերջի կանգառն է, մի մտածի, որ դրանով վերջ քո կյանքը, քո ծառայությունը, քո ընտանեկան իրավիճակները, այլ դու մտածի այս պահի մեջ, որ Հիսուսը հենց այդ իրավիճակում անցնում է այդ ճանապարհով, այդ վայրով, եւ դու գիտես Հիսուսի մասին, սկսի ուղղակի աղաղակել. Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ, փրկիր ինձ, ազատիր ինձ։ Ամեն։ Ասացի, որ Երուսաղեմը 25 կիլոմետր հեռու էր Երիքովից, եւ ըստ հրեական օրենքի կամ սովորության 30 կիլոմետր շարավիղով տարածաշրջանում ինչ քաղաք գյուղ տարածք որ լիներ, ըստ հրեական սովորության եւ օրենքի համաձայն 12 տարեկանից բարձր տղամարդիկ բոլորը Զատկի տոնին պիտի մասնակից լինեին, պիտի գնային Երուսաղեմ։ Հիմի Հիսուսը սկսել էր դուրս գալ Երիքովից, գնալ Երուսաղեմ Զատկի տոնին մասնակցելու։ Նրա հետ էին աշակերտները, ժողովուրդը, դպիրներ, փարիսեցիներ, քահանաներ գնում էին, ոմանք էլ պիտի այնտեղ ծառայություն մատուցեին Աստծուն։
Բայց Տիմեի որդի Բարտեյմոսը Տիմը նշանակում է գնահատված, գովաբանված, Բարտիմեոս նշանակում է արժեքավորված։ Իմանում ես հնարավոր է, որ ինչ-որ կերպով դու վերապրել ես այս խոսքը, որ Աստված քեզ արժեքավորել է և իր որդուն Հիսուս Քրիստոսին զոհաբերել է քեզ համար, բայց հիմի տոնակատարություն կար, որտեղ պիտի մասնակցեին բոլորը, իսկ այս անձը իր ֆիզիկական կուրության պատճառով զրկվում էր արդեն բավականին երկար տարիներ։ Իր ֆիզիկական կուրության պատճառով։ Ցավոք սրտի կա նաև ոչ ֆիզիկական, այլ հոգևոր կուրություն, սրտի կուրություն, որը պակաս խոչընդոտ չի հանդիսանում մարդ արարածի համար եւ զրկում է մարդկային, այսպես ամենայն ճշմարիտ հարաբերություններից կամ օրհնություններից կամ Աստծո ներկայությունից ու փառքի ներգործությունից։ Եկեք, որ այսօր այդ ամենը մեր կյանքից մի կողմ շպրտենք, մի կողմ գցենք եւ մոտենանք դեպի Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Եվ գրված է, որ այդ անձը չէր կարողանում հասնել գնալ Երուսաղեմ եւ ինքը բավարարվում էր այդ ճանապարհի Երուսաղեմ գնացողներից որևիցե մի կերպով իր օրվա հացի համար գումար հայթայթելու։ Եվ երբ որ լսեց, որ Հիսուսն էլ է անցնում այդ ճանապարհով, շատերն էին անցնում, մեծամեծերը, հարուստները, բայց նա դրանց համար աղաղակ չէր բարձրացնում եւ չէր ասում ողորում եք ինձ օրվա հացի կարիք շնորհելով, բայց երբ որ լսեց, որ Հիսուսն է անցնում, նրա ներսում այս աղաղակը բարձրացավ. Հիսուս Դավթի որդի, ողորում ինձ։ Եվ ամենքը սաստում էին, ամենքը ուրեմն խոչընդոտում էին նրա աղաղակին, բայց նա էլ ավելի էր աղաղակում։ Հարցը կայանում անաքսրանում, թե ինչի հենց Հիսուս Դավթի որդի։ Մենք գիտենք, որ Աստված, մինչև որ Հիսուսին մեզ հայտներ, 5 կտակարանում արդեն իսկ խոստացել էր խոստացված փրկչի մասին, Հիսուս Քրիստոսի մասին, ամեն Հռոմեացիների գիրքն էր առաջի գլուխ 1-4 համարներում բացահայտ ներկայացնում է։ Այն ժամանակ բնականաբար Հռոմեացիների գիրքը գրված չէր, չէ գիտեք։ Ուրեմն, բայց Հռոմեացիների գրքում շեշտադրված է, որ Աստված հենց սկզբից էլ հին ուխտի ժամանակում են իր մարգարեների միջոցով սուրբ գրքերում գրել եւ խոստացել էր Հիսուս Փրկչի մասին, իր որդու մասին, որ պիտի ողջ մարդկության համար փրկիչ բերի, ուղարկի աշխարհ ամենքի համար։ Եվ գրված է այդտեղ, որ Հիսուսը որպես Աստծո որդի նա հայտնվեց մեզ մարմնի կողմանը որպես Դավթի որդի, եւ բոլորը գիտեին, որ Հիսուսը Դավթի որդին է, բայց այստեղ ասում է, որ հոգու կողմանը Հիսուսը Աստծո որդին էր, որն էլ հարություն առավ մեռելներից։ Այստեղ է ահա թե ինչի, երբ որ Բարտեղեմեոսը լսեց, որ Հիսուսն է անցնում, նա գիտեր գրքերը, կույր էր, բայց գիտեր։ Ֆիզիկապես կույր էր, բայց դա իրեն արգելք չէր հանդիսացել գրքերն իմանալու համար։ Ուրեմն տեսնում ենք, որ մեծագույն արգելքը հանդիսանում է ոչ թե ֆիզիկապես կուրությունը, այլ հոգևոր կուրությունը, սրտի կուրությունը։ Նա գիտեր եւ հավատքով ընդունում էր, որ Հիսուսը Աստծո խոստացված փրկիչն է։ Դրա համար երբ որ լսեց, որ Հիսուսն է անցնում, սկսեց աղաղակել. Հիսուս Դավթի որդի, ողորմիր ինձ։ Եվ այդ հավատքի աղաղակն էր, որ Հիսուսին կանգնեցրեց։ Միգուցե դու առավոտից իրիկուն կաղոթես եւ Աստծո ողորմությունը կխնդրես, կաղոթես եւ ծոմեր կպահես, դեմ չեմ ոչ աղոթքի, ոչ ծոմ պահելուն, բայց այստեղ Աստվածաշունչը մեզ մղում է, որ մենք մեր աղաղակը հիմնավորենք Աստծո խոսքի հիման վրա եւ արձակենք մեզանից հավատքի աղաղակը, որը գործում է եւ որը բերում է Աստծո խոստմունքը մեր կյանքերի մեջ։ Ամեն։ Եվ երբ որ հրամայեց, որ իր մոտ կանչեն այդ նույն անձիկը, որոնք քիչ առաջ սաստում լրստում էին, հիմի գնացին ասում են քաջերեք։ Այսինքն այդ իրավիճակը, որ
կայացել էր այդ անձի կյանքում, հիշեք, դա նրան կործանելու համար չէր, դա նպաստեց, որ նա էլ ավելի մոտենա Հիսուս Քրիստոսին։ Նայած թե իմ ու քո կյանքում կատարված իրավիճակների հանդեպ մենք ինչ արձագանք ենք ցուցաբերում։ Համաձայն ես։ Եվ այստեղ տեսնում ենք, որ Բարտիմեոսը անմիջապես արձագանքեց եւ հնազանդվեց Հիսուս Քրիստոսի կանչին եւ հավատքով մի կողմ գցեց իր վրա եղող հանդերձը։ Դուք գիտեք, որ տվյալ ժամանակաշրջանում հանդերձը ոչ թե որոշում էր, այլ հաստատում էր կամ վկայում էր մարդու ով լինելը։ Օրինակ բորոտներն ունեին իրենց յուրահատուկ հանդերձները, կույրեր իրենց յուրահատուկ հանդերձները, եւ այդ հանդերձը իր վրա կրելով, երկար տարիներ իր վրա կրելով, այդ հանդերձը հերու եղող մարդկանց, այդ ճանապարհով անցնող մարդկանց այդ հանդերձը փաստել, վկայել, դավանել էր, որ այս անձը կույր է, որ այս անձը ունի քո ողորմության կարիքը։ Եվ այդ անձը այդ հանդերձի շնորհիվ երկար տարիներ իր օրվա ապրուստն էր հայթայթել։ Բայց երբ որ լսեց, որ Հիսուս իրան կանչում է, իր վրայից այդ հանդերձը գցեց։ Դա հավատքի քայլ էր, առաջի քայլը, որ ինքն արեց մինչ Հիսուսին մոտենալ, առաջինը։ Նա հավատքով աղաղակեց, ընդունելով Քրիստոսի կանչը, կոչը, նա գցեց իր վրայից այն, ինչ որ ժամանակին տարիներ իր վրա կրել էր։ Եվ ինքը հիմի հավատքի դավանանք անում, որ այս հանդերձը այլևս ինձ պետք չի։ Ամեն։ Եվ երբ որ գցեց իր վրայից, մոտեցավ Հիսուսին։ Եվ կանգնելով Տիրոջ առաջին, Տերը նրան ասեց. այս խոսքերն հիմա են ուժի մեջ, հարազատս։ Եթե իհարկե դու հավատքով կանգնել ես Հիսուսի առաջին։ Եվ այս խոսքերը հնչեց այս հիվանդ, այս կույր մարդու ականջին։ Հիսուսի խոսքերը. ինչ ես ուզում, որ ես անեմ քեզ համար։ Այս խոսքերն այսօր էլ ուժի մեջ են եւ հնչում են Աստծո հոգուց, Հիսուս Քրիստոսից։ Ինչ ես ուզում, որ անեմ քեզ համար։ Եվ առաջի հերթին տեսնում ենք, որ այս Բարտիմեոսը շեշտեց, որ վարդապետ։ Հիսուսին ասեց վարդապետ։ Ուրեմն ոչ միայն գիտեր Հիսուսի մասին, որ ինքը խոստացված փրկիչն է, այլ գիտեր Հիսուսի վարդապետության մասին, բարիս բուն իմաստով ինքն ասում էր վարդապետ։ Ես լսել եմ, որ քո վարդապետությամբ եւ քո խոսքի հիման վրա շատերը բժշկվել են, եւ այսօր ես ուզում եմ տեսնել։ Հասկանում ես, դա էր տվյալ ժամանակաշրջանում այդ անձի առաջնահերթ եւ կարեւորագույն խնդիրը։ Եվ ինքն անմիջապես բերեց այդ Հիսուսի առաջին։ Ոմանց ասում ես, ինչ ես ուզում, որ Աստված քեզ համար անի, չկա որոշակի վիճակ, ու ասում են անորոշ վիճակով, աղոթի ինչ կասի։ Բայց այս մարդը ուներ իր սրտի մեջ որոշում, երբ որ հանդիպեմ Տիրոջը, իմ ներսի իրական կարիքը պիտի ներկայացնեմ Քրիստոսին, եւ ես հավատում եմ, որ երբ որ խոսեմ իմ կարիքի մասին, Տերն ամբողջ զորությունով կազատի ինձ այդ խնդրից։ Եվ այդպես էլ եղավ, սրա համար էր նրա աղաղակը։ Նա մտածում էր, այսօր ինձ շնորհված հնարավորությունն իմ ձեռքից բաց չեմ թողնելու։ Հասկանում ես, ես ու դու էլ կարիք ունենք, որ մեզ շնորհված այսօր, որ ես ու դու այստեղ ենք, որ ես ու դու լսում ենք Աստծո խոսքը եւ ամեն անգամ Աստծո խոսքը լսելուց դա եւս մեկ հնարավորություն է Աստծո շնորհված մեզ մեր կյանքի մեջ նորոգություն, փոփոխություն, բժշկություն, ազատագրություն վերապրելու համար, բայց կախված է նրանից, թե մենք որքանով ենք տեղ տալի այդ խոսքին, շատերս եւ որ զբաղված ենք իրավիճակներով, այդ խոսքերը գալիս եւ մեր ականջի մոտով անցնում են հիմա էլ Հիսուսը դա խոսքն է Աստծո։ Դու մի մտածի, որ հիմի Հիսուսը պիտի գա այս շարքերով անցնի։ Նա էլի էստեղ է, նա էլի սպասում է մեր աղաղակին, բայց նա ֆիզիկական, մեր ֆիզիկապես այս աչքերով չի երևնում, այլ նա իրականում հոգի է եւ իր հետ մենք մեր հոգու մեջ պիտի առնչվենք։ Նա է Աստծո կենթանի խոսքը։ Ամեն։ Եվ հիմի որքանով ենք մենք մեր մեջ մտածում, որ այսօր իմ հնարավորությունը իմ ձեռքից բաց չեմ թողի։ Ոչ առաքյալները,
ոչ ժողովուրդը, ոչ դպիրները, ոչ օրենսգետները, որևիցե մի բան չի կարա իմ հոգու աղաղակը լրացնի։ Ես պիտի բարձրաձայնեմ Տիրոջ առաջին իմ ներսում է աղաղակը, որովհետև բավականին ժամանակ դա ինձ կապել է, դա ինձ տանջանքների են ենթարկել։ Եվ ես իմի հանդիպել եմ Հիսուսին եւ նրան բաց չեմ թողնի։ Հալելույա։ Նրա այդ աղաղակը կանգնեցրեց Հիսուսին։ Նրա աղաղակը հիմնված էր Աստծո խոստմունքների վրա։ Վարդապետ, ուզում եմ տեսնել։ Տերն էլ նրան ասեց. Մինչև որ ամբողջ Աստվածաշունչը անգիր չիմանաս, մինչև որ քո տատիների ու պապիների համար զղջում չունենաս, ապաշխարություն չունենաս, անեծներից չազատ, մինչև որ Երիքովի բոլոր մարդկությանը չներես։ Ես դեմ չեմ այդ իրավիճակների, բայց Հիսուսը նախապայման չդրեց, հասկանում ես։ Ուղղակի Հիսուսը այդ մարդուն ասեց. քո հավատքը ապրեցրեց քեզ, բժշկեց քեզ, ազատեց քեզ։ Եվ որևիցե մեկը, եթե մի նախապայման անգամ կբերի քո բժշկությանը համար, մերժի դրան, անտեսի դրան, վերցրու Աստծո խոսքը, Տերը քեզի ասել է, քո հավատքով դու փրկված ես, քո հավատքով դու բժշկված ես, ամեն, քո հավատքով կտրվի քեզ այն ամենը, ինչ որ դու ակնկալում ես Աստծուց հրապարքի համար, ամեն։ Եվ Աստված փառավորվում է, երբ որ տեսնում է, որ իր հավատացողները քայլում են, առողջ, բժշկված, ազատագրված, հաղթանակած, օրհնված, զորացված։ Ամեն։ Հալելույա։ Կամաց ինչ որ բան գծում եմ, չէ՞ մեր վրայից։ Հալելույա։ Ուրեմն իրականում շատ կարևոր է, որ մենք գիտակցենք այս խոսքերը վերաբերվում են մեզ, կարծես թե հայրը մեզ ասում է, զավակս, ինչ էլ որ դու ուզես, ես կանեմ քո համար։ Մեր հայրը, երկնային հայրը, ամենակարողը եւ իր համար անհնարին բան գոյություն չունի։ Այս խոսքերը այսօր էլ հնչում են մեզ համար։ Հիսուս Քրիստոսը Աստծո խոստացված փրկությունն է ամենքիս համար, որին մենք ընդունում ենք եւ որից մենք վերցնում ենք մեր ամենայն կարիքները, օրհնությունները եւ բժշկությունն ու ազատագրությունը։ Նա է ողջ մարդկության փրկիչը եւ այդ փրկությունը մարդն ընդունում է, կարդացինք, միայն հավատքի ձեռով։ Աստծո շնորհքով ենք փրկված, հավատքի ձեռով։ Այստեղ փրկություն բառը սոզո, այսինքն թե ամբողջ գլոբալ փրկություն ենք ունենում։ Փրկություն ոչ միայն մահից դեպի կյանք, ոչ միայն խավարից դեպի լույս, ոչ միայն ժամանակավորից հավիտենականություն, այլ փրկություն այն խնդիրներից, որի մեջ անձը գերված է, կապված է եւ տանջանքների է ենթարկված։ Դա է իրական եւ ամբողջական փրկությունը, որ Աստված որպես պարգև շնորհում է մեզ եւ մենք այն ձեռք ենք բերում հավատքի ձեռով։ Ամեն։ Օրհնյալ Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ իմանանք, որ այդ նույն խոսքը այսօր էլ հնչում է մեզ համար։ Բայց կա բաներ, որ մենք էլ մեր կյանքից պիտի մի կողմ դնենք, ընդունած լինելով Քրիստոսի կանչը, հրավերը, նա այսօր էլ կանչում է մեզ։ Կարող ես ձեռքդ քո վրա դնել եւ ասել. Տերը կանչում է քեզ։ Տերը կանչում է քեզ։ Դու կասես, ես ոչ միայն կանչված եմ, Սարգիս եղբայր, այլ արդեն ընտրված եմ, լավ է, բարի է, բայց լսի քաղցր ջան, այ ընդունում եմ, որ ընտրված ես, բայց ընտրված լինելով, չէ՞ որ ինչ որ բանի գերության մեջ ես, կապանքների ու տանջանքների մեջ ես։ Հենց սրա համար է Տերը կանչում քեզ ընտրված լինելով հանդերձ, որ դու ոչ թե ընտրված լինելը վերանայես, այլ որ դու ազատվես այն գերությունից, կապանքներից ու տանջանքներից, որ թեպետ ընտրված ես, բայց դեռ շարունակում ես գերության մնալ։ Նշանակում է դու ինչ որ կերպով պիտի լուսավորվես, ինչ որ կերպով պիտի քո հավատքդ վերանայես, որ չլինի թե քո հավատքդ մարդկային իմաստության, հասկացողության ու գաղափարախոսության վրա հիմնված լինի, այլ Աստծո կենթանի ու ճշմարիտ խոսքի վրա։ Ամեն։ Ուրեմն, ընդունած լինելով Քրիստոսի կանչը, եկեք մենք էլ մեր մտքից դեն գցենք ամեն ծանրություն, ամեն հոգս, ամեն զբաղվածություն, ամեն սկզբունքները ոչ աստվածային, համոզմունքները, մեր հասկացողությունը մտային առումով, մեր իմաստությունը մարդկային առումով, մի կողմ գցենք գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը, կրոնավորությունը մի կողմ գցենք եւ գանք Հիսուսի առաջին։
Եվ այս խոսքը նորից իր ուժը ունենալով այս խոսքը կհնչի իմ եւ քեզ համար։ Ինչ ես ուզում զավակս, որ անեմ քո համար։ Երկնքից Տերը խոսում է այսօր։ Եթե դու քեզ հիմի բերես Աստծո ներկայության մեջ, Աստված էլի թե ներկա է, բայց դու քեզ պիտի բերես Աստծո ներկայության մեջ, որովհետև Հիսուսն էլի այնտեղ էր, բայց այդ անձը իրեն մոտեցրեց Հիսուսին։ Նախ կանչեց, աղաղակեց, եւ Հիսուս կանգնեց, այս հրամանը տվեց, բերեք նրանից մոտ։ Հիմի ինչ որ մեկը ավետարանի խոսքով քեզ բերել է Հիսուսի մոտ։ Թոթափիր քեզանից այն իրավիճակները, որ մինչ այսօր կրել ես, դա կարելի քո սովորությունների մեջ, բնավորությունների մեջ, հարաբերությունների մեջ, ապրելակերպի մեջ, գցիր էդի։ Դու այդպես մի արի Հիսուսին։ Գցի քո վրայից, հասկանում ես։ Տվյալ դեպքում Բարտեմեոսը, երբ որ գցեց, դա արդեն հավատքի դավանություն էր, որ ես այլևս այս հանդերձի կարիքը չեմ ունենալու, որովհետև Տերը հիմի բժշկում է ինձ, ազատում է ինձ իմ ամեն խնդիրներից։ Ամեն։ Եբրայեցիների 4-րդ գլխում 2 եւ 7 համարներում բարձ ասվում է, որ մեզ էլ այդ նույն ավետիքը խոստմունքը տրվեց, ինչպես նրանց է, բայց այդ ավետիկի խոսքը օգուտ չեղավ նրանց համար։ Լսում ես, այս որ ասում է նրանց ի նկատի ունի 5 տակարանի ժամանակաշրջանում ապրող մարդկանց, ասում է մեզ էլ նրանց պես ավետիկի խոստմունքը տրվեց, բայց այդ ավետիկի խոսքը, այսինքն ավետարանի խոսքը, Աստծո բերանից դուրս եկած խոսքը, նրանց համար օգուտ չեղավ։ Ինչի՞։ Հաստուր պատասխանեն։ Ինքդ քեզ ինչի՞։ Այստեղ շեշտադրում է, որովհետև բառը պատճառն է խոսում, ասում է, որովհետև նրանք այդ խոստմունքը լսեցին, բայց իրենց սրտերի մեջ հավատքով չշաղախեցին։ Լսեցին, բայց երկմտեցին։ Լսեցին, բայց անտեսեցին։ Լսեցին, բայց չկենտրոնացան այդ խոսքի վրա։ Ինչպես մեզանից շատերս են, շատ անգամ լսում ենք Աստծո խոսքը։ Ուղղակի Աստծո խոսքը գալիս է, մեր սրտի դուրը թակում է, բայց մենք մտածում ենք ժամանակ չունենք, հիմա չէ, շտապում ենք, հետո կլինի աղոթենք։ Նրանց համար օգուտ չբերեց, չշաղախեցին հավատքով իրենց սրտերի մեջ։ Եվ հենց դրա համար է, տեսեք, մի հատ պատճառ է, որ իրանք չվայելեցին այդ խոստմունքը։ Ասում է, հենց դրա համար է նրանք չմտան խոստացված երկիրը, հանգիստը։ Որևիցե մի ուրիշ պատճառ չկա, քաղցր ջան։ Հիմնական պատճառը դա Աստծո խոսքի նկատմամբ ունեցած անտարբերությունն էր, անվստահությունը, անհավատ վիճակը։ Հասկանում ես։ Ու քեզ թվում է, որ Աստծո խոսքը քո համար կարևոր է։ Իհարկե, այնքան կարևոր է, որ դու արդեն մոտ ամսից ավել ամենակիչն եմ ասում, միջինն եմ ասում։ Դու չես անդրադարձի Աստծո խոսքին։ Բարձրացրել բոլոր նրանք, ովքեր 1 ամիս ավել չեն անդրադարձի Աստծո խոսքին։ Հասկանում ես, խոսքը դա ինքը Քրիստոսն է, հիմի կգարտան, խոսքը կյանք է պարգևում։ Եվ հետո շարունակում ենք 4:12-ում գրված է, որ Աստծո խոսքը կենթանի եւ զորավոր։ Աստծո խոսքը ոչ միայն ինքը կենթանի է, այլ այնքան զորություն ունի իր մեջ, որ կենթանացնում է մեռածներին են, զորացնում է տկարներին են։ Եվ ասում է, որ երկսայր սուրից ավելի կտրուկ է Աստծո խոսքը, երկսայր սուրից ավելի կտրուկ է, որ թափանցում է մինչև մարդու հոգին ու շունչը, մինչև մարդու ողն ու ծուցկը, այստեղ գրված է, ձեր մոտ էլ է գրված, թափանցում է, եւ Աստծո խոսքը քննում է մարդու ամբողջ միտքը ու սրտի խորհուրդներն են եւ ազատում է մարդուն ամեն տեսակ կապանքներից, գերությունից ու տանջանքներից, բայց այդ խոսքը պիտի մեր մեջ լինի, բնակվի։ Մենք այդ խոսքի հանդեպ պիտի զգուշություն ցուցաբերենք, հավատք ցուցաբերենք, հարգանք ցուցաբերենք, որովհետեւ այդ խոսքը ինքը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Հիսուսն է Աստծո խոսքը, որը մարմին հագավ եւ մեր մեջ բնակվեց եւ մենք տեսանք նրա շնորհքը, ամեն, եւ նրա փառքը։ Հալելույա։ Ուրեմն եկեք որ այդ խոսքի հանդեպ մեր սրտերը բացենք եւ այսպես անտարբեր չլինենք, ինչպես որ ժամանակին եղել ենք,
Կրկնում եմ, Աստծո խոսքի նկատմամբ անտարբեր եղող վիճակը դա խոսում է հենց այն մասին, որ մենք անտարբեր ենք հենց այն կենթանի Աստծո նկատմամբ, որը տիեզերքն արարեց, որը մեզ կյանք պարգևեց, որի շնորհիվ կանք եւ ապրում ենք եւ անտեսում ենք նրա ով լինելը մեր կյանքում։ Որովհետեւ իրականում եթե չկա Աստծո խոսքը մեր մեջ, հենց գրված է, որ Աստծո խոսքը լուսավորում է մեր միտքը, մեր սիրտը։ Ամեն։ Թույլ տանք, որ այդ խոսքը մեր կյանքում բերի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը։ Երկրորդ Կորինթացիների 13 գլուխ 14-ից 17 համարներում տեսնում ենք, թե ինչն է նաև կուրացնում մարդու միտքը։ Այստեղ գրված է, որ 5 կտակարանը կարդում ես, բացել ես, 5 կտակարան, այսինքն 5 ուխտը իր ամբողջական սկզբունքների միջոցով ներգործում է մարդկանց կյանքում եւ բոլոր նրանք, ովքեր որ 5 կտակարանի 5 ուխտի սկզբունքներով են ապրում, նրանց միտքը կուրացած է, որովհետեւ մինչեւ այսօր 5 կտակարանը կարդացողների վրա այդ քողն է գալ իրենց մտքի վրա։ Հետո կուրացնում է մարդկանց, միտքն է կուրացնում, բայց ասում է այդ կվերանա մարդկության վրայից, այդ կվերցվի մարդու վրայից միայն այն ժամանակ, երբ որ մենք հավատքով ետ դառնանք դեպի Քրիստոսը եւ Քրիստոսին ընդունենք մեր կյանքերի մեջ որպես Տեր ու Փրկիչ։ Ամեն։ Այդ ժամանակ այդ գուրության քողը վերցվում է մեր վրայից, որովհետեւ Հիսուս Քրիստոսը Աստծո այն խոսմունքն է, որը պիտի փրկե ամբողջ աշխարհին եւ մենք գիտենք, որ Հիսուսը եկավ եւ խաչի վրա աղաղակեց կատարված է, այսինքն այն ամեն խոսմունքներն ու Աստծո ամեն, այսպես ասած, օրհնությունները կատարված են մարդու կյանքում, բոլոր նրանց կյանքում, ովքեր հավատում են մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Եվ այստեղ շարունակում է, որ ասում է Տերն է հոգին։ Տերն է հոգին եւ բնականաբար հոգին դա Աստծո խոսքն է։ Եվ շարունակությունում ասում է, որտեղ որ Տիրոջ հոգին կա, այնտեղ բժշկություն կա, այնտեղ ազատագրություն կա, այնտեղ ուրախություն կա։ Որտեղ Տիրոջ հոգին կա, այսինքն որտեղ Տիրոջ խոսքը կա, եւ Կողոսացիների գրքում գրված է թող որ Քրիստոսի խոսքը առատապես, ասա, առատապես բնակվի ձեր սրտերի մեջ, որովհետեւ որտեղ Տիրոջ խոսքն է, այնտեղ ազատություն կա, ամեն։ Ինչքանով որքանով դու թույլ ես տվել, որ Աստծո խոսքը թափանցի քո սրտի մեջ, քո կյանքի մեջ, տեսանք, որ այն թափանցում է, բայց թույլ տվողը վերջնահաշվարկում մարդն է, որովհետև Աստված առանց մարդու համաձայնության չի գործում մարդու կյանքում։ Աստված ինքնաբերաբար չի գործում մարդու կյանքում։ Տեսեք, Հիսուսը տեսավ տվյալ պահի մեջ, որ այնտեղ մարդ կա, մուրում է, տեսավ, բայց չկանգնեց։ Նա շարժվում էր, բայց նրա աղաղակը կանգնեցրեց Հիսուս։ Եվ այն ոչ թե առաջի պահի աղաղակը, այլ անգամ այն ժամանակ, երբ որ իր շուրջ եղող մարդիկ փորձեցին լրացնել այդ անձի աղաղակը, բայց նա էլ ավելի էր աղաղակում։ Եվ Հիսուս կանգնեց։ Ուր է իմ ու քո հավատքը, այն ճշմարիտ հաստատուն հավատքը։ Մի հատ այսպես երեսանց կանչում ենք, տեսնում ենք, չէ, պատասխան չկա, հետո ասում ենք, տենց էլ գիտեինք, բայց ուր է քո իրական հավատքի աղաղակը, քաղցր ջան։ Եվ տեսնում ենք, որ Աստծո նպատակն է, որ ամենքին էլ բժշկություն, ազատագրություն բերի, որ այս խոսմունքը ամենքին էլ հասանելի դարձնի։ Հիսուսը Հովհաննես ավետարանի 6:64 համարում ինքն ասում է. «Այլ խոսքերը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք պարգևող հոգի»։ Խոսքը հոգի է։ Հասկանում ես։ Խոսքը Հիսուսն է, Հիսուսը հոգի է։ Եվ ասում է, եթե դու այն ընդունես հոգեորապես, այդ խոսքը քո մեջ կյանք կբերի, քեզ կյանք կպարգևի։ Բայց եթե այդ խոսքը դու լսես եւ մարմնավորապես վերաբերվես, այդտեղ գրված է, որ մարմնավորապես վերաբերվող այդ խոսքի հանդեպ մարմնավորապես վերաբերվողը օգուտ չունենա այդ խոսքից։
ահա թե ինչի քաղցր ջան, մենք կլսենք 50 տարի, 100 տարի, անգիր կիմանանք խոսքը, բայց այդ խոսքը օգուտ չի բերի, ինչի, որովհետև մենք մարմնավորապես վարվեցինք այդ խոսքի հանդեպ, ոչ թե հավատքով, ոչ թե հոգով, որովհետև խոսքը հոգին է։ Ամեն։ Ուրեմն եկեք որ այսօր ես ու դու մեր վրայից այն ինչ որ մեզ խանգարում է, խոչընդոտում է, որ մենք հավատքով մոտենանք Քրիստոսին, եկեք ամենը թոթափենք մեր վրայից, մեր կյանքից, մեր սրտի, մտքի ծածուկ խորհուրդներից ամեն բան մի կողմ գցենք եւ ասենք որ այլևս այդ իրավիճակին տեղ չենք տա մեր կյանքում, կրել ենք մեր վրա, մեր մտքի վրա, սրտի մեջ կրել ենք այդ ամենը, որն էլ խոչընդոտ է հանդիսացել, դա կարա լինի կրոնական մտածելակերպը, կարա լինի երևույթները, որոնք ընդհանրապես հավատքի հետ կապ չունեն, զգացմունքային իրավիճակները, բայց ամեն բան, ինչ որ Աստծուց չի, գցենք մեր վրայից։ Ամեն բան, ինչ որ օրենքի հիման վրա ենք կրում մեր վրա, գցենք մեր վրայից, որովհետև տվյալ դեպքում Բարտեմիոսը օրենքի համաձայն էր այդ հանդերձը կրում իր վրա, որովհետև հրեական օրենքով այդպես էր, կույրը այդ տեսակ հանդերձ պիտի կրի, գորոտը այդ տեսակ հանդերձ պիտի կրի, բայց երբ որ Քրիստոսի կանչը եղավ իր կյանքում, այդ ամենը թոթափեց։ Անգամ տեսնում ենք, որ 5 կտակարանը կարդացողների վրա էլ, իրենց մտքի վրա էլ քող է գալի, խոչընդոտ է հանդիսանում այդ սկզբունքները Քրիստոսին մոտենալու, գցենք մեր վրայից այդ ամենը եւ գիտակցենք, որ Հիսուսն այսօր մեզ կանչում է։ Միգուցե հիմի քո աղաղակը չի բարձրաձայնվում, բայց իմացած եղի, որ Հիսուսը լսում է հոգու անձայն աղաղակն է։ Միայն թե հավատքից բխի այն, միայն թե այն հիմնված լինի Աստծո խոսքի հիման վրա, ոչ թե զգացմունքների, ոչ թե օրինական, օրինավոր պահվածքների եւ ոչ էլ մարդկային այսպես հասկացողությունների վրա հիմնված, այլ ամբողջությամբ հիմնված լինի Աստծո խոսքի, Հիսուս Քրիստոսի, որովհետև Հիսուսն ասաց այն խոսքերը, որ ես ձեզ խոսեցի։ Նա չի անտեսում մնացած բոլոր խոսքերն, որովհետև մինչև այդ խոսքերը եղող բոլոր խոսքերը Հիսուսն ասում է դրանք նրա համար են եղել, որ մոտեցնեն ինձ։ Իսկ հիմա ինքը Հիսուսն է խոսում։ Իր խոսքի միջոցով մեզ կանչում։ Եվ մեր վրա է պատասխանատվությունը, թոթափում ենք մեր վրայից, գցում ենք մեր սրտից, մեր մտքից այդ խնդիրները, որ կրել ենք մեր վրա։ Վախը, տագնապը, սարսափը, անվստահությունը եւ ամեն մի բան, որը Աստծո սրտին հաճելի չի, որ Աստված չի ուզում մենք մեր մեջ պահենք, գցենք դա մեր վրայից եւ մեզ բերենք Հիսուս Քրիստոսի առաջին, որովհետեւ Հիսուսը քեզ կանչում է։ Հաճելի Հիսուսը քեզ կանչում է, քո անունը դիր այդտեղ եւ ասա քաջերի Սարգիս, Հիսուսը քեզ կանչում է, ինչ ես թոթափում քեզանից, ինչ ես գցում քո վրայից, քո մտքի ոլորտից, սրտի կարգավիճակից, գցի այդ ամենը եւ շտապիր Հիսուսին եւ այդ անձը հոշանությամբ ընդունեց Քրիստոսի հրավերը եւ հավատքով թոթափեց իր վրայից այդ խնդիրները, կանգնեց Հիսուսի առաջին։ Եվ երբ որ կանգնեց, այս ձայնը հնչեց. ինչ ես ուզում որ անեմ քեզ համար։ Ուզում եմ տեսնել։ Դա է իր խնդիրը։ Քո խնդիրը դու բեր Աստծո առաջին։ Եվ ես անմիջապես գրված, անմիջապես նրա տեսողությունը կարգավորվեց գրված, եւ նա հետևում էր Քրիստոսին, գնում էր Երուսաղեմ զատկի տոնակատարությանը մասնակցելու։ Մինչ այդ գորությունը զրկել էր իրան տոնակատարության մասնակցելուց։ Հարազատս, դու կարող ես նստել պաշտամունքի մեջ, կարող ես տեսնել հրաշալի փառաբանություն, վայելել այն, այսպես ասած, երաժշտությունը, փառաբանությունը, երգը վայելել ֆիզիկապես, մարմնավորապես, բայց երբեք չվայելել Աստծո ներկայությունը, քանի որ դու այդ խոսքի հանդեպ անտարբեր ես գտնվել։ Եվ այստեղ արդեն իսկ մտքի կուրությունը քեզ կխանգարի լինել այդ ճանապարհին, լինել, տեսնել այդ իրավիճակը, բայց չվայելել, դա սրտի կուրություն է, որովհետև դու էլ որ տեսնես, որ այստեղ մարդիկ իրականում վայելում են, բայց դու զերծ ես այդ վայելքից, նշանակում է ինչ որ մի բան քող գցել քո վրա, ինչ որ մի բան կուրացել է քո միտքը, հասկանում ես ասածս քաղցր ջան։
Եվ եթե դու չես մտնում այդ երկրպագության մեջ, փառաբանության մեջ, ո՞նց ես կարող ասել Աստծո ներկայությունն է վայելում։ Երուսաղեմը դա արդարության, խաղաղության, հանգստության վայրն էր, որից այդ կույրը զրկված էր, բայց երբ որ հանդիպեց Քրիստոսին, նա սկսեց շարժվել Քրիստոսի հետ եւ վայելել այդ ամեն հանգիստը։ Ամեն։ Թույլ որ Աստված իր շնորհը ողորմությունը անի քո կյանքի մեջ իր խոսքի համաձայն եւ ինքը քո վրայից ոչ մեկ քո վրայից չի թոթափի այդ ամենը դու պիտի քո վրայից թոթափես ամեն գանք իրա ներկայության մեջ մեր հոգու աղաղակը բարձրացնենք առ Աստված եւ թույլ չտանք որ այս հնարավորությունը որ մեզ ընձեռված է այսօր անցնի մեր կյանքից անցնի մեր կողքից ով գիտի մեկ էլ երբ կլինի այսպիսի հնարավորություն դու մտածում ես ամեն Կիրակի մենք այստեղ ենք Կիրակին մնում է Կիրակի բայց Աստծո ներկայության այդ պահը արդեն անցնում է որովհետեւ ծարավ վիճակում է ջրի կարիքը ունենում եւ երբ որ ծարավն անցնում է այդ ջուրն ինչքան էլ խմում է այդ ծարավը չի հագեցնում մի եղի ծարավն անցած հոգեվոր գիտես չէ որ ծարավն անցնող մարդիկ կան որ իրանցը ջուրը դարձեն հիվանդություն է ջուրն անգամ չի հագեցնում իրան եւ թույլ տուր որ Աստված այսօր հպվի քեզ իր խոսքով այս խոսքը քո համար է հնչում եթե քեզ բերում ես իմի Տիրոջ ներկայության մեջ այս խոսքը քո համար է հնչում երկնքից որից Հիսուս Քրիստոսից ինչ ես ուզում որ անեմ քո համար ինչ ես ուզում որ անեմ քո համար այս խոսքը իրականը եւ սրա մեջ զորություն կա եւ հիշի որ Հիսուսն ասեց քո հավատքը քեզ փրկեց քո հավատքը քեզ բժշկեց երբ որ բերում ես Տիրոջ առաջին մի սպասի որ միգուցե պատասխան չունես ով Տեր միգուցե դրա ժամանակը չէր ով Տեր միգուցե ես պիտի բավականին սպասեմ ով Տեր ոչ քո ճշմարիտ հավատքը փրկում է քեզ ամեն խնդիրներից Աստված ամենակարող է Իսուսի մոտ ուսումնասիրել արդեն թազակարոզեմ Իսուսի մոտ հայրը բերեց իր որդուն հիշում եք եւ ասեց Տեր եթե կարող ես օգնիր մեզ Իսուսն ասեց դու ինձ ասում ես եթե կարող ես 9:22 Մարկոս այդ եթե կարողանաս հավատալ ամեն բան հնարավոր է հավատացողին ամեն բան հնարավոր է հավատացողին այլ եթե կարող ես հավատալ որ ես ամեն բան կարող եմ անել քեզ համար ամեն բան հնարավոր է հավատացողին թվում էր որ ես անձը հավատում է դրա համար այդպես ասում տես Հիսուսի մոտ գալով ինքը հավատում էր որ Հիսուսը ամենակարող է բայց ինքը կասկածում էր Աստծո բարի կամքի վրա ասեց եթե կարող ես ինքը հավատում էր որ Հիսուսը կամքով է, բայց չէր հավատում, որ Հիսուսը կարող է։ Իսկ այն բոլոտը 8-ում Մատթեոս ավետարանի 8:1-ում մեկից սկսած ասում է բոլոտն եկավ ասեց Տեր, եթե կամենաս սրբիր ինձ։ Հավատացյալները երկու խնդիր ունեն։ Մեկը որ չեն վստահում Աստծո ամենակարող զորությանը, մեկը որ չեն վստահում Աստծո բարի կամքին։ Այս երկու հարցերն են լուծում բեր քո սրտում Աստծո խոսքի հիման վրա եւ կտեսնես Աստծո փառքը կգա քո կյանքիդ մեջ։ Հիմա Այստեղ այն պահին, երբ որ դու քո անձը կանգնեցնես Տիրոջ առաջին, քո վրայից թոթափելով հին մտածելակերպը, սովորություններն ու սկզբունքները, եւ Տերը քեզ կասի. Զավակս, այնինչ որ ուզում ես, որ ես քո համար անեմ, դու այն ձեռք ես բերում քո ճշմարիտ հավատքով։ Ամեն եւ ամեն։